Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Նախ կարևորը համառոտ։ Իրանի նոր առաջնորդը ընտրվելուց 4 օր անց ուղերձ է հղել, Խամենեին ինչ կոչ է արել հարևաններին։ Թուրքիա-Ադրբեջան փոխադարձ մեղադրանքներ, ինչու է Ադրբեջանը մեղադրում Էրդողանի փեսային։ Երևանը հրաժարվում է Արցախ բառից, ինչ աղմկահարույց հայտարարություններ է արել Փաշինյանը կառավարությունում։ Չկատարված խոստումների հաշվետվություն Երևանի ավականու նիստում, ինչ են քննարկել ավականու անդամները Ավինյանի հետ։ Մերձավոր արևելքում կրքերը չեն հանդարտվում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին ընտրվելուց 4 օր անց առաջին ուղերձն է հղել իրանցիներին։ Խամենեին հայտարարել է, որ իրենք վրեժ կլուծեն բոլոր զոհերի, հատկապես Մինաբի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված 170 երեխաների համար։ Ուղերձում, որ ժամեր առաջ ընթերցել է պետական հեռուստատեսության լրագրողը, Խամենեին ասել է, որ Իրանը պետք է շարունակի օգտագործել Հորմուզի նեղուցի փակման լծակները։ Ես կոչ եմ անում բոլոր հարևան երկրներին փակել իրենց տարածքում գտնվող ամերիկյան ռազմակայանները։ Իրանը միշտ ջերմ է եւ կառուցողական հարաբերություններ է պահպանում բոլոր հարևանների հետ, սակայն ԱՄՆ-ն տարիներ շարունակ ստեղծել է ռազմական բազաների տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու համար։ Այդ բազաներից մի քանիսն օգտագործվել են Իրանի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, ինչին ի պատասխան մեր զինված ուժերը հարձակումներ են իրականացրել։ Ընդգծում եմ, Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում որևէ զավթողականության կամ գերիշխանության տարածաշրջանում, այլ ցանկանում է անկեղծ փոխհմբռնումներ հարևանների հետ։ Իրանը նաև ակնկալում է նյութական փոխհատուցում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում պատճառած վնասի համար։ Մենք չենք հրաժարվի վրեժխնդրությունից։ Իսկ Իրանի նախագահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսով զրուցելուց հետո գրառում է արել եւ հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հրահրված պատերազմի դադարեցման պայմանները։ Ռուսաստանի եւ Պակիստանի առաջնորդների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնարարությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի կողմից հրահրված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը եւ ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքները։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Անկարայում գերմանացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Իրանի տարածքային ամբողջականությունը չպետք է կասկածի տակ դրվի։ Նա զգուշացրել է, որ պատերազմի ընդարձակման վտանգը դեռ չի մարել եւ կոչ արել Իսրայելին դադարեցնել Լիբանանի ռմբակոծությունները, քանի դեռ երկիրը վերջնականապես չի փլուզվել։ Միևնույն ժամանակ Իրանի շուրջ լարվածությունը խաթարում է նաև տարածաշրջանի երկրների հարաբերությունները։ Թեև նախկինում թվում էր, որ Անկարայի եւ Բաքվի եղբայրական կապերը ամուր են եւ երբեք չեն խաթարվի, սակայն վերջին օրերին թուրքական մամուլում սկսել են անսպասելի քննադատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրան մեղադրում են Իսրայելի շահերը սպասարկելու համար, մինչդեռ Բաքուն էլ մեղադրում է Էրդողանի փեսային Ադրբեջանի դեմ իրականացված որոշ գործողությունների համար։ Այս զարգացումների մանրամասները ուսումնասիրել է Սեդա Գյուրախյանը։ Ադրբեջանն Իրանի դեմ պատերազմում աջակցում է Իսրայելին եւ Բաքվի այս դիրքորոշումը դուր չի գալիս Թուրքիային։ Մեկ ազգ, երկու պետություն բանաձևը կարծես առաջին լուրջ փորձության առաջ է կանգնել։ Հասարակական շերտերից լարվածությունը հասել է ընդհուպ նախագահի մտերիմների շրջանակ։ Էրդողանի գաղափարակից Արդարություն եւ զարգացում կուսակցության նախկին անդամ լրագրող Շամիլ Թայարը X-ի իր միկրոբլոգում ակնարկել է Ադրբեջանին, հիշեցնելով նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին ռուսական ՀՕՊ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի դեպքը։ 38 ուղևոր զոհվեց։ Ավելին, Պուտինը խոստովանեց, որ ինքնաթիռը խոցել է ռուսական ՀՕՊ-ը։ Ոչ ոք նրանց անպատիվ չանվանեց։ Մենք ձեր գլուխները կկտրենք, սպառնալիքներ հնչեցին։ Հիմա երբ Իրանն ասում է, որ մենք չենք արձակել հրթիռը, եւ միջադեպը դեռևս պարզաբանված չէ, ո՞րն է այս զայրույթի պատճառը։ Իսրայելն է։ Թուրքական կողմի մեղադրանքներն անարձագանք չեն մնացել Բաքվում։ Նոր Ադրբեջան կուսակցության վարչության անդամ Միլի Մեջլիսի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մուսա Գուլիևը Ադրբեջանի դեմ քարոզչական արշավ կազմակերպելու համար մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսային Բերատ Ալբայրաքին։
Բայց ինչպես այս լարումը սկսվեց։ Նախիջևանի վրա հարվածներից հետո Ալիևը անվտանգության խորհրդի նիստում սպառնալից հայտարարություններ արեց, առանց ապացույցների միանգամից մեղադրելով Իրանին պատվիրված ահաբեկչության եւ Ալիևի ձևակերպմամբ Ադրբեջանի դեմ կեղտոտ գործեր իրականացնելու համար։ Վերջին իրադարձություններից հետո ես գնացի նրանց դեսպանատուն, ցավակցություն հայտնեցի։ Սա չգնահատելն ու նսեմացնելը, ստոր եւ անշնորհակալ մարդկանց պես վարևելը ոչ մեկին պատիվ չի բերում։ Այս անպատիվ մարդիկ, նրանք ովքեր մեր դեմ այս ահաբեկչական գործողությունները կատարեցին, կզղջան դրա համար։ Ալիևի այս հայտարարությունը անարձագանք չմնաց Իրանին աջակցող Թուրքիայի հասարակական շրջանակում։ Բազմաթիվ գործիչների կողմից չեն դադարում շրջանառվել սկանդալային եւ կոշտ ակնարկներ ուղղված Ալիևին ու նրա վարած քաղաքականությանը։ Անհնար է հասկանալ Ալիևին։ Արդյոք նրա սերը սիոնիստական Իսրայելի նկատմամբ իսկապես այսքան ուժեղ է։ Ավելին ասել անգամ չես ուզում։ Հաշվի առնելով նրա դիրքորոշումն ու հայտարարությունները, մենք չենք կարող խղճալ նրան։ Ակնհայտ է, որ նա ստուգ է դարձել։ Ադրբեջանցիների արյունը մեր արյունն է։ Փաստաբանի առաջ քաշած այս հիմնավորումը առաջ է մղում մեկ ազգ երկու պետություն խոսույթը, բայց արդյոք 30 տարուց ավելի շրջանառվող այս կարգախոսը իրականության վրա է հիմնված։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Վերջապես պաշտոնապես հաստատվեց այն, ինչը վերջին օրերին միայն փակ դռների հետևում էր քննարկվում։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը պաշտոնից ազատվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Պարզվում է, պատճառը փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելն էր։ Վարչապետի խոսքով այն ինչ տեղի է ունեցել, հակասում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը։ Թեմային ավելի խորքային անդրադարձել է Անի Աբաղյանը։ Ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Էդիտա Գզոյանի ազատման դիմումի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն գիտնականը հերացվում է Միացյալ Նահանգների փոխնախագահին Արցախյան հիմնահարցին վերաբերող գիրք նվիրելու համար։ Մինչ Փաշինյանի հայտարարությունը լուրեր էին շրջանառվում, թե Գզոյանին հերացնում են աշխատանքից Ծիծեռնակաբերդում ընթացող շինարարության պատճառով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը սակայն խուսափում է մեկնաբանել կատարվածը։ Կարծում եմ կարող եք իրեն դիմել։ Շնորհակալություն։ Այդ շղթայում դեռ պակասում է Գզոյանի արձագանքը։ Զանգերը, նամակները անպատասխան են մնում։ Փաշինյանի որոշումը խախտում է գիտնականի ակադեմիական ազատությունը, նշում է Ղուկասյանը։ Ակադեմիական ազատությունը, գիտական ազատությունը, թանգարանային գործին վերաբերող ազատությունը ճնշվում է եւ պետք է թանգարան ինստիտուտներ, ակադեմիական հաստատությունները կրկնեն պետական նարատիվները։ Սա շատ վատ տեխնանող երևույթ է։ Ակադեմիական ազատությունն ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, այդ թվում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ընդունել է ուսուցման եւ գիտնականների կարգավիճակի մասին առաջարկություն, որտեղ ամրագրված է գիտնականներն ու դասախոսները պետք է ունենան ազատություն առանց քաղաքական կամ տնտեսական ճնշման։ Փաշինյանի ակադեմիական ազատությունը խախտելու քաղաքականությունը նոր չէ, նշում է ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Մենք ունենք հերթական ցինիկ դրսևորումը ներկա իշխանությունների Ծիծեռնակաբերդի հանդեպ։ Դա սկսվեց 18 թվականին Արայիկ Հարությունյանի խուլիգանական ներխուժումով, հիշում եք աղմուկը, սկանդալը, որ սարքեցին, ոչնչից, այսինքն որևէ կոնֆլիկտ չկար իրենց հետ, որևէ հիմք չկար բախուման, բայց իրենք գնացին, ստեղծեցին այդ սկանդալը, որպեսզի ես թանգարանում որևէ այլ պաշտոն, տնօրենից ժամկետը լրացել էր, գիտեք, որևէ այլ պաշտոնի չմնամ։ Միացյալ Նահանգների փոխնախագահին Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը ներկայացնելը սադրիչ որակելն ու աշխատանքից հեռացնելը հստակ վերաբերմունք է թե Արցախյան հարցի, թե ցեղասպանության ճանաչման, ընդգծում է Ղուկասյանը։ Հայաստանի պետական քաղաքականությունը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում փոփոխվել է, բայց նաև մենք տեսնում ենք, որ փոփոխում է ցեղասպանության հարցի վերաբերյալ առհասարակ խոսույթը, նարատիվները, որոնք առնչվում են հայոց ցեղասպանության խնդրին, ոչ միայն պետական քաղաքականությունը կամ միջազգային ճանաչման գործընթացին սատար կանգնել, ինչը ֆիքսված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում։ Նոր սահմանադրությունում հղում չեն անի, ասաց Փաշինյանը։
Փետրվարին Ծիծեռնակաբերդ այցից հետո Վենսը նվեր ստացավ Արցախյան հիմնահարցին վերաբերող գիրք, իսկ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը հեռացման դիմումի պահանջը։ Անիա Բաղյան, Սայդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ այն կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Նա նաև նշել է, որ անգամ պատարագի ժամանակ Արցախ անունը հիշատակելը կարող է ընկալվել որպես պատերազմի կոչ։ Փաշինյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, նշել, որ Հայաստանը փաստացի օգտվում է Ադրբեջանի երկաթուղուց եւ գործող իշխանությունը չի ուզում, որ այս օգտվելը լինի միակողմանի։ Եվրոպական խորհրդանի մեծարգո նախագահ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները նախ Եվրոպայում, ապա Երևանում քաղաքական բանավեճերի նորալիք են բարձրացրել։ շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ։ Մեր պատասխանը հստակ է։ Որևէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Հայաստանի եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ իշխանությունների քաղաքական օրակարգում։ Ազգային ժողովի պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծում է, այս նպատակին հասնելու համար իշխող քաղաքական ուժը պատրաստ է ճկել ու ձևախեղել Հայաստանն ու ազգային արժեքները, որքան Եմեն պահանջի։ Առանց որևէ սահմանափակման դա կլինի հողային զիջումներ, անունը կդնի թրիփ, դա կլինի պատմության, հավատքի, կրոնի, ժողովրդի ազատությունների հետ կապված, Արցախի հետ կապված չէ, ինքը ամեն զիջման պատրաստ է, յուրատեսակ եւ յուրօրինակ հաշվետվություններ ներկայացնում, որ իր աթոռի պահպանությունը հանկարծ հարցականի տակ չդրվի։ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ամբիոնից կրկին խոսեց հայ առաքելական եկեղեցու մասին, թիրախավորեց հոգևորականներին։ Մարտը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից պատմում է, թե հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են ինչ-որ իրեն հայտնի հոգևոր կանոններ, ազդեցության գործակալներ են եւ ուզում են խանգարել իր խաղաղությանը։ Մարտը 2018-ից ի վեր ոչ արցախյան բանակցային գործընթացում, ոչ պատերազմից առաջ, ոչ դրա ընթացքում, ոչ դրանից հետո եւ ոչ էլ մինչեւ այսօր հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում եւ ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը եւ պարզ տկարամտությունը։ Ալիևին ու Կոբախիձեին Ստրասբուրգում շնորհակալություն հայտնելուց հետո Փաշինյանը նույն գիծը շարունակել է արդեն Երևանում կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում։ Ես այնօր գնացել եմ պատարագի եւ բանից հնչումը պատարագին հնչումը ընդ որում պատարագի ընթացքում հնչումը ոչ մի անգամ Արցախի հանրապետությունը դա չնշանակում այդ նշանակում է պատերազմի կոչ Եվրախորհրդարանում հնչեցրած ելույթը նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը զեկուցագրի է նմանեցնում։ Նրա խոսքով Փաշինյանը եվրոպացի գործընկերներին փաստացի զեկուցում էր, որ իշխանությունը պահպանելու համար պատրաստ է չխնայել ոչինչ։ Դա իր նախընտրական գործընթացներում անդիմադիր ուժերի ներկայությամբ բռնարարքներ ներկայացնելու հայտ էր, տեղեկացնում էր իր եվրոպացի գործընկերներին։ Այն եվրոպացիներին, որոնք ընդհանրապես լռում են մարդու իրավունքների, կոպիտ տարբեր երկրներում, կոպիտ խախտումների պարագաներում։ Արցախի թեման սակայն այս օրերին իշխանության հայտարարություններում հնչում է ոչ միայն եկեղեցու համատեքստում։ Կառավարության նիստից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ապագա սահմանադրությունը անկախության հռչակագրին հղում չի անելու։ Եվ սա կոչվում է հրանցում որպես խաղաղություն։ Սա է խաղաղությունը։ Իհարկե, պարկել, ստորանալ, ծնկաչոք մնալ, չերևալ հանգարցակի։ Այդ գնով խաղաղությունը ոչ արժանապատիվ մեզ հայերից պետք չէ։ Սա չի նշանակում, որ ես կողմ եմ պատերազմին։ Ես ասում եմ, կա արժանապատիվ խաղաղություն հաստատելու, այդ թվում նաև միջազգային հանրության աջակցությամբ եւ միջազգային իրավունքի օգտագործմամբ։ Ռեալ հնարավորություններ։ Միևնույն ժամանակ վարչապետը խոսել է նաև վերջին շրջանում լայն արձագանք ստացած մեկ այլ որոշման մասին։ Փաշինյանը հայտարարել է, որ հենց իր որոշմամբ է աշխատանքից ազատվել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Մասնագետները վստահեցնում են, փորձում են ընտրությունից առաջ վախի մթնոլորտ ստեղծել։ Պարզապես հաշվանդալում են հանգամանքը, որ ընտրությունները մոտենում են, ինքը փորձելու է մարդկանց վախեցնել, որ եթե ինքը չլինի իշխանության, ապա կլինի պատերազմ,
ինքը հենց այդ տրամաբանությամբ կփաթեթ սկսել է իր նախընտրական արշավը եւ Եվրոպայում իր ելույթները եւ կառավարության նիստի ժամանակվա ելույթները իր բոլոր ելույթների գլխավոր նպատակը ընտրություններն են։ Այս հայտարարությունները նոր հարցադրումներ են առաջ բերել, որտեղով է անցնում պետության արտաքին քաղաքական հաշվարկների եւ ազգային պատմական հիշողության միջև սահմանը, երբ պետական մակարդակով քննադատության են ենթարկվում եկեղեցին, Արցախի թեման կամ ցեղասպանության հարցը բարձրացնող կառույցները, հասարակության մի հատվածի համար դա դիտվում է որպես քաղաքական նոր ուղեգիծ։ Սա է Եվրոպան։ Հիմա պարզ է, որ այս պայմաններում նա 15 միլիոն եվրո գումար է տվել, նպատակը մեկն է, ցանկացած գնով պետք է հաղթես։ Ինչ իրավունքներ, ինչ օրենք, ինչ սահմանադրություն, ցանկացած գնով։ Այդ ֆոնին ակնհայտ է դառնում, որ իշխանությունների հայտարարություններն այլևս միայն ներքաղաքական քննարկումների թեմա չեն։ Եկեղեցուն, Արցախին եւ ցեղասպանությանն առնչվող հարցերը, որոնք երկար տարիներ ընկալվել են որպես հայկական ինքնության եւ պետականության առանցքային բաղադրիչներ, քննադատվում են եվրոպական ամբիոնից, Հայաստանի առաջին դեմքի կողմից։ Սադամ Ակաջյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ճեպազրույցից առաջ Փաշինյանը մասնակցել է կառավարության նիստին։ Կառավարությունը հաստատել է նախագիծ, որով առաջիկայում պետական մարմիններին կբաժանվի 4.6 միլիարդ դրամ պարգևավճար 2025-ի երկրորդ կիսամյակի համար։ Հիշեցնեմ, որ վերջին խոշոր պարգևավճարները բաժանվել էին 3 ամիս առաջ։ Մինչ Փաշինյանը կառավարությունում աղմկահարույց հայտարարություններ էր անում, դրսում բողոքի ակցիա էր։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամները կառավարությանը փոխանցել են հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքում 2025 թվականին Ադրբեջանի իրականացրած նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին եւ ամրացման աշխատանքներին։ Խաղաղություն երբևիցե չի լինելու, որովհետեւ սրանք են իշխանության ու խաղաղությունը Ադրբեջանն է այսօր թելադրում։ Այսօր իրան պետք է որ խաղաղության անվան տակ մեզի թմրեցնի, իր քայլերը անի, որպեսզի մի անգամից շատ արագ կարճ հարցի լուծումը ունենա։ Այսինքն նրանք վերջնակ նպատակը այդ բարձունքները չեն, եթե վերցնեք մենակ բարձունքները չեն։ Նրանց նպատակը Հայաստանի Հանրապետություն պետությունը որպես այդպեսին ոչնչացնելն է։ Կառավարության նիստին զուգահեռ ընթանում էր նաև Երևանի ավականու հերթական նիստը։ Ընտրությունից առաջ ավականին որոշեց բարձրացնել աշխատավարձերը նաև Երևանի մանկապարտեզներում։ Այս որոշումը հաստատվեց այսօր, սակայն ընդդիմադիրները քննադատելու շատ թեմաներ ունեին։ Հիշեցրին քաղաքապետարանի անցյալի խոստումները, որոնք այդպես էլ չեն իրականացել։ Ինչ հարցեր ու պատասխաններ ունի քաղաքային իշխանությունը, ռեպորտաժում։ Ձերը, որն ասում եք մեր ձևով անում ենք, ձերը ձեր ձևով չի, ձերը ասենք չանենքն է։ Երևանի ավականու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը հերթական նիստին խոստացված ու չիրականացվածն է թվարկում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ժողովրդին ասե ու խաբել եք ՔՊ-ականներ։ Մինչև 2025 թվականը կառուցելու ենք Մերքոնյան Իսակով Արշակունյաց Պողոտանարը կապող շուրջ 2 կիլոմետր ճանապարհը, որը այս տարի ասում ենք կսկսենք։ Սուտ, ասե խաբել եք մարդկանց, որ 25-ին պատրաստ է լինելու։ 25-ին կառուցելու ենք Արշակունյաց Գրիգոր Լուսավորի ճանապարհային նոր հանգույցը։ Երբ է կտեղով անցել Տիգրան Ավնյան վերջի անգամ, ասեք մեր ժողովրդին։ Մանուկյանը հիշեցնում է այն հատվածները, որոնք պիտի կառուցվեին՝ Արևելյան շրջանցիկ ճանապարհ, Ուլնեցի Ռուբինյան վերջնամասից մինչև Աջարյան փողոց ճանապարհ, Հայրենի կինոթատրոնի ավտոհանգույց, Նոր-Նորքի Միասնիկյան փողոտային կապող 1.5 կիլոմետր ճանապարհ ու էստակադա։ Լուրջ եք ասում, այդ էստակադան ուր է ժողովուրդ։ Հետո հերթը մանկապարտեզներինն էր, ուր են խոստումները, որ մինչև 2025 թվականը բոլոր մանկապարտեզները նորոգված կլինեն։ Այսօր 7000 երեխա հերթի մեջ է մանկապարտեզի։ Կոյրունի վրայի մանկապարտեզը փակում եք, մոռանում եք։ Հիմնահատակ ավիրում եք, չկա այդ մանկապարտեզ, գնում ես տեղը չի էլ երևում։ Ավականում մյուս գործընկերներն էլ հիշեցրին հաղթանակ թաղամասի մանկապարտեզի մասին, ինչ միջոցներով պիտի կառուցեն։ Այդ 80 մանկապարտեզը, պարոն Ավինյան, որ խոստացել էիք հաղթանակ թաղամասի բնակիչներին, այդ ինչ ձևով ենք անելու, եթե բյուջեը արտացոլված չէ։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները պարզաբանեցին 80 մանկապարտեզի համար Երևանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչությունը նախապես պատվիրել է նախագծային փաստաթղթերը։ Ներկայում դրանք համալիր փորձաքննության փուլում են, իսկ եզրակացությունը ստանալուց հետո նախագծերը կփոխանցվեն համապատասխան գործընթացների համար, բայց պատասխանը ավականու ընդդիմադիր անդամին չբավարարեց։ Նախ Տիկին Խաչատրյանի հետ 80 մանկապարտեզի հետ, որ ասում եք նախագիծը աշխատանքներ են տարվում,
Այսինքն 22 դպրոցի Գևորգ Արշակյանի դպրոցի նման աշխատանքները տարվում են, որ մինչ օրս 17 թվականից մինչև հիմա այդ դպրոցը տենց կեսը սարքված է, կեսը ոչ նմանատիպ ձևով ենք անելու, թե այդ մանկապարտեզը իրականում կառուցվելու է ու հրատապ ձևով է կառուցվելու։ Հերթահասավ բարձրացված աշխատավարձերին։ Տարօրինակ վարքագիծ են համարում ընդդիմադիրները, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ բարձրացան մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձերը, բայց դրանից առաջ նույն խնդրանքով գրությունը մերժվել էր։ Ես գրությունով դիմել էի ձեզ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվեր, ու այս գրության մեջ ես գրել էի մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների։ Դուք մերժել եք, պոլիկլինիկաների մասով պատճառաբանել եք, որ դա առողջապահության նախարարի տիրույթում է, այս մանկապարտեզների մասով մերժել եք։ Սա եղել է 25 թվականի վերջին։ Ուստի դրա համար եմ ասում, սա ձեզ թելադրված որոշում էր։ Եվ ձեր քաղաքական ղեկավարի կողմից, իմ կարծիքով, քաղաքական ղեկավարի կողմից թելադրված որոշում էր։ Ավինյանը հիշեցրեց, քաղաքապետարանը մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձերը 15-ից 31%-ով բարձրացրել է նաև 2024 թվականին։ Հետո հիշեցրեց նաև գրադարանների աշխատակիցների, երաժշտական, գեղարվեստի, նաև մշակութային եւ մարզական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, հիմնավորելով, որ Երևանի քաղաքապետարանը եռապատկել է սեփական եկամուտները ու դրա հաշվին կարողանում են աշխատավարձ բարձրացնել, բայց ավականու ընդդիմադիր անդամը մեկ այլ հիշեցում ուներ։ Նա ձեր ժամանակ կառուցած մանկապարտեզներին նայեք, դրանց որակին նայեք, դրա մասին իմ գործընկերները նկարել են, մեկը հենց Մեծրոպը Մանուկյան, կամ այնտեղ կան մանկապարտեզներ, որ ավարտվել են, ու այդ մանկապարտեզների բակերը բարեկարգ չեն, այդ մանկապարտեզները չունեն ապաստարաններ, եւ վերջապես ձեր իշխանությունն է, որ ասում եք կառուցել ենք, հիշեցնեմ, ձեր իշխանության օրոք 200-ից ավել մանկապարտեզ, 200-ից ավել դպրոց տվել եք թուրքերին։ Շինթույլտվությունների հարցն էլ քննարկվեց ու քանի որ ըստ ավականու անդամի ոչ մի դիմորդ մերժում չի ստացել, առաջարկեց քաղաքապետ Ավինյանին բարերարի կոչում տալ։ Նույնիսկ ուզում եմ առաջարկեմ Քրքորյանի փոխարեն ձեր անունը դնեն այդ փողոցի վրա։ Որտեվ դուք ձեր հայցողությամբ անկանոն բարձրակ շենքերի շինթույլտվություններ եք տալիս, միտեղ 15, միտեղ 20, միտեղ 35, 100 Ըստ Սարոկյանի Երևանում այս տեսակ շինթույլտվությունների հաջող պատկերը կարող է կոռուպցիոն ռիսկեր ստեղծել։ Նա օրինակ է բերել Պոլիտեխնիկի հարակից տարածքում նախատեսվող շինարարությունը, պնդելով, որ այդ հատվածում ավելի բարձր հարկայնությամբ շենք կառուցելու թույլտվությունը կառուցապատողին կարող է զգալի տնտեսական առավելություն տալ։ Ավականու անդամը քննադատեց նաև, որ քաղաքում նոր շինարարություններին զուգահեռ բավարար ուշադրություն չի դարձվում ենթակառուցվածքներին, կոյուղուն, սոցիալական ենթակառուցվածքներին եւ կանաչ տարածքներին։ Պարոն Զարոկյան, ուզում եմ հիշեցնել, որ ձեր խմբակցության առաջնորդի քաղաքապետ լինելու օրոք Երևանի քաղաքապետը տարատեսակ շինթույլտվություններ է տվել։ Պարոն Զարոկյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեր խմբակցության առաջնորդի քաղաքապետության օրոք Երևան քաղաքը այդ շինթույլտվություններից, այդ ճարտարապետական հատակագծերի, այդ ճարտարապետական առաջադրանքներից Դες մոտավորապես 0 դրամ է հավաքագրել։ Մեսրոպ Մանուկյանն էլ հակադարձելու եկավ։ Մի որը որ լավն է, ասում եք մենք ենք եղել, որը որ վատն ասում եք Հայտնա Մարության եղել։ Մի հատ կողքից նայեք, էլի ծիծաղ չի առաջացնում էդի։ Չէ՞ որ ուղղակի ուզում եմ հասկանալ, էլի։ Քաղաքական պատասխանատվություն եղել եք կրողը դուք էլ ուզիլ տեղը ինչ որ մեկին մեղավոր մի կարգեք։ Իսկ վերջում Վարդաշենի հանրակացարանների բնակիչների խնդրի մասին։ Ըստ Ավինյանի Վարդաշենի վթարային շենքի հարցը նախատեսվում է լուծել այս տարվա ընթացքում։ Կառավարությունը պետք է դրանք ճանաչի գերակա շահ, ինչի արդյունքում բնակիչներին կտրամադրվի փոխհատուցում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ ներողություն YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Մնացեք խաղաղությամբ, բարի գիշեր։